Ուրեմն 44 օրյա պատերազմի մասնակիցներից Կորյունի եւ Գևորգի մայրը մի բան պատմեց ուրեմն, ասաց կռվի ժամանակ որդիներիս եւ կռիվ է ուղարկում, ասաց դրոշը դրեցի ձեռքներին, ասացի կգնաք ու հաղթանակած կվերադառնաք, ասաց վերադարձան որդիներս, բայց դրոշները իրենց վրա դրած։ Նախ ուզում եմ փառք տալ Կորյունին եւ Գևորգին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել իրենց հայրենիքի համար, եւ ուզում եմ ասել, որ 44 օրյա պատերազմից տևական ժամանակ է անցել, բայց հայկական օջախներում շարունակում է մարվել լույսերը եւ մարդիկ, ովքեր իրենց որդիներին ուղարկել են բանակ, ստիպված են լինում Պաշտպանության նախարարությունից զանգ ստանալ եւ ասել եւ լսել մենք ձեզ ցավակցում ենք, ձեր որդին մահացել է կամ զոհվել է ոչ մարտական պայմաններում։ Ուրեմն նախ ես ուզում եմ բոլոր սգագիր ընտանիքներին ցավակցել եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանը օրերս այստեղից հայտարարում էր, որ հիմա խաղաղություն է եւ զինվորները մտածում են, որ հակառակորդից չկա կրակոց, քնում են ինչ-որ թեմաներ է լինում եւ այլն։ Բայց ես ուզում եմ ասել, որ ձեր ղեկավարության օրոք 2018-ից սկսած մինչև օգոստոսի 8-ը, պարոն Հարությունյան, եղել են նաեւ մինչև այդ զոհեր եւ օրինակ Հելսինկյանին հղում տամ 2018-ից 2025 թվականներին ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել։ Էլ չխոսենք 2026-ի մասին, որ միայն օգոստոսին 4 դեպք է գրանցվել եւ ընդհանուր 2026-ին 33 դեպք։ Ես կրկնում եմ, ցավակցում եմ սկակիր ընտանիքներին եւ ուզում եմ ոչ թե մենք այս ամբիոնից ամեն անգամ գանք կանգնենք, ասենք կա խնդիր եւ այդ խնդիրը այդպես մնա, ես ուզում եմ, որ մենք բոլորս ի վերջո այդ խնդրին լուծում տանք եւ հայ ժողովրդին եւ այն մարդկանց, ովքեր իրենց որդիներին բանակ են ուղարկում, հասկանան ինչ է կատարվում այդ մահերը կանխելու համար։ Խաղաղություն ես ասում եմ, ուզում ենք բոլորս եւ հիմա թույլ տվեք մի փոքր խոսել իրական խաղաղության մասին։ Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհում շատերը փորձեցին առերևույթ փոխել իրենց մոտեցումները եւ այլևս երբեքը ցավոք կրկին ու կրկին խախտվեց Բոսնիայում, Դարֆուրում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Գազայում։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ստորագրած փաստաթուղթը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատում։ Ես շեշտում եմ հարգելի հայրենակիցներ եւ ներկաներ, խաղաղություն մենք բոլորս ուզում ենք, բայց այն պետք է հիմնված լինի արդարության, փոխադարձ վստահության, արժանապատվության եւ ամենակարևորն է գործուն երաշխիքների վրա։ Հիմա ուզում եմ հարցնել. ով է երաշխավորում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Հիմա եթե վաղը Ադրբեջանում մտադրություններ են փոխվում, որ մեխանիզմն է երաշխավորելու ստանձնված պարտավորությունների կատարումը։ Եվ ընդհանրապես, ինչու է Հայաստանի իշխանությունը խուսափում իրական ամուր երաշխիքների մասին խոսելուց, սա ըստ էության անվտանգության հարց է։ Սիրելի հայրենակիցներ, եկենք նաև տեսնենք, թե արդյոք ստեղծվող խաղաղությունը իրապես հիմնված է արդարության, վստահության եւ արժանապատվության վրա։ 2021-ից 2026 թվականների կառավարության ծրագրում ամրագրված էր, որ Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը շարունակում է մնալ առաջնային։ Սակայն մինչ օրս ադրբեջանցի զինյալները շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, այդ թվում իմ Սյունիքում, մեր Սյունիքում։ Հետևաբար մենք իրավունք ունենք հարցնելու, ինչպես է լուծվելու այս խնդիրը, որոնք շարունակում է մնալ մեր անվտանգության օրակարգում։ Ադրբեջանական բանտերում դեռևս պահվում են հայեր, այդ թվում Սյունիքից Կապանցի Ալյոշա Խոսրովյանը, ում Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Այս պայմաններում որքանով կարող ենք խոսել փոխադարձ վստահության վրա հիմնված խաղաղության մասին։ Նույն ձեր կառավարության ծրագրում նաև նշված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և հիմնախնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորման մասին։ Հարցի տոտալ ձախողումից հետո, օրինակ, ինչպես է գնահատվում Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, մի հարց, որ նախորդ ձեր ծրագրի նույնիսկ քննարկման առարկա չէր կարող լինել։ Վաշինգտոնյան փաստաթուղթը կարող է, այո, կարևոր քայլ լինել մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր փուլ ձևավորելու համար, բայց հայկական շահը ճիշտ գնահատող և առողջ և առաջ տանող իշխանության ձեռքին։ Երկարաժամկետ խաղաղությունը չի կարող կառուցվել չլուծված հումանիտար և իրավական խնդիրները շրջանցելով։ Խաղաղության կայունության համար անհրաժեշտ է նաև պատասխանատվության և իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ։ Կրկնում եմ, մենք իսկապես ուզում ենք խաղաղություն, բայց մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի պահանջի մեզանից մշտական զիջումներ, հարմարողականություն, թելադրանք, պարտադրանք։ Եվ այստեղ նաև շատ կարևոր է խոսել սահմանազատման և սահմանագծման մասին։ Սահմանազատման ու սահմանագծման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից նշում է, որ այն արվում է ազգային ժողովը արվում է ԱԺ հաստատված որոշումով։ Սուտ։ Իրավական հիմք չկար, միայն կար ուժի սպառնալիք, ուստի այս ամենը տեղի է ունեցել բացառապես այդ սպառնալիքի ներքո։ Հիշենք, 2024-ի ապրիլի 23-ին Տավուշում արդեն տեղադրված էր առաջին սահմանային սյունը, մինչդեռ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, ՍԴ որոշումը եղել է սեպտեմբերին, իսկ ԱԺ-ն այն 67 կոմձայնով վավերացրել է միայն հոկտեմբերի 23-ին։ Հիմա հարց. Ապրիլին այդ որ իրավական ակտի հիման վրա էր իրականացվում սահմանազատում սահմանագծում, և եթե այդ իրավական հիմքը չկար, ապա ով է կրում պատասխանատվություն մինչև կանոնակարգի ուժի մեջ մտնելը կատարված գործողությունների, զինված ուժերի վերադասավորումների համար։ Եվ քանի որ այս ամբիոնից կարծես սովորական է դարձել դատաիրավական մարմիններին, այդ թվում դատախազությանը, ժողովրդի անունից պատվեր տալ, ապա հնչեցնում եմ ես իմ պատվերը, ուսումնասիրել հարցը վերոնշյալ և պատասխանատու պաշտոնյաներին իրենց լիազորությունների չարաշահման կամ այլ ոչ օրինական վարքագծի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել։ Սա, սիրելի հայրենակիցներ, գործընթաց է, որը պահանջում է քայլերի տրամաբանական ճիշտ հաջորդականություն, ուժեղ իրավաքաղաքական հիմքեր, ներպետական ու միջազգային իրավունքի անշեղ պահպանում, տարածքային ամբողջականության վերաբերյալ ծայրահեղ անզիջում մոտեցում։ Տավուշում փաստացի տեղի է ունեցել միակողմանի զիջում։ Նիկոլ Փաշինյանի խոսքից ես հասկացա, որ ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս գալու հարցը ըստ էության պետք է լուծվի սահմանազատման համատեքստում։ Այդ դեպքում ես առաջարկում եմ սահմանազատման գործընթացը սկսել Սյունիքի, Ջերմուկի և մյուս օկուպացված հատվածներից։ Թող ադրբեջանցի զինյալները դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ադրբեջանցիները ներխուժել են թույլ կտամ ինձ միայն Սյունիքի մասով նշել Սև լիճ, վերահսկողություն հաստատել լճի հարավային բարձունքների նկատմամբ, Գորիս քաղաքը հյուսիս-արևմուտքից, հարավ-արևելքից հայտնվել է հակառակորդի տեսանելի վերահսկողության տակ։ Այս համատեքստում Տիգրան մասին։ Որևէ մի քաղաքացի, այդ թվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող շարքային քաղաքացին, եթե օրենքին հակասող կարծիք ունի, ապա դա իր խնդիրն է, ապացուցել ու հիմնավորել դա հստակ փաստաթղթերով։ Ընդ որում, նույնիսկ եթե տեսականորեն մտածենք, որ նա դա անում է, հիշեցնում եմ, որ վարչապետը որևէ իրավասություն չունի, իր քմահաճույքով կամ դատողությամբ նման որոշում ընդունել։ Դուք դրա իրավունքը չունեք։ Տիգրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայր է։ Այն գտնվում է M2 միջպետական ճանապարհի վրա, Երևանը-Սյունիքի և Իրանի հետ կապող ռազմավարական ուղղության վրա։ Եվ մենք սյունեցիներս շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ճանապարհների անվտանգություն։ Եվ դա մենք արդեն տեսել ենք ուրեմն Գորիս Կապան միջպետականը, որը փակ է հայերիս համար, որովհետև տեղ-տեղ Ադրբեջան է դարձել։ Նաև եւս երկու ճանապարհներ, հիմնական ճանապարհները այլևս մեր վերահսկողության տակ չեն, խոսքը Կապան Սովխոս Ագարակի եւ Կապան Ճակատեն նախկինում հիմնական ճանապարհների մասին է։ Հիմա M2 Երևան-Երազգորիս Մեղրի Իրանի սահման ճանապարհը Հայաստանի համար շեշտում եմ ռազմավարական նշանակության մայրուղի է։ Հիմա կարող է իշխանությունը
Ուրեմն հստակ էր աշխատավորել, որ սահմանազատման որևէ գործընթացի արդյունքում չի ստեղծվելու մի իրավիճակ, որ M2 ճանապարհի որևէ հատվածով Հայաստանի քաղաքացիների ազատ եւ անխոչնդոտ երթևեկությունը կախված կլինի Ադրբեջանից ներողություն նախագահով աղարտում եմ։ Ակնկալվում է պատասխան։ Սիրելի հայրենակիցներ, ասելիք ունեի, բայց ամփոփ եմ։ Հայաստանին անհրաժեշտ է իրական խաղաղություն եւ աշխարհում նորություն չէ, որ բացի քաղաքացիական պայմանագրից խաղաղություն ուզում են բոլորը, հետեւաբար սա ավարտեք նախագահող ավարտում եմ, սա խաղաղության իրական երկարատև դարձնելու պահանջ է